ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը իրական առաջընթաց էր Հայաստանի եւ Ամերիկայի միջև հարաբերություններում, թե այսօրվա իշխանությունների կողմից հաշվարկված նախընտրական քայլ։ Եկեք հասկանանք։ Ողջունելի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրպաշտոնյան այց է իրականացնում Հայաստան, բայց նաև ընդգծենք, որ այս այցը տարածաշրջանային է, այսինքն հաջորդ այցը նրա կլինի Բաքու։ Հիմա հասկանանք, ինչ հայտարարվեց Վենսի կողմից։ That means up to $5 billion in initial U.S. exports, plus an additional $4 billion in long-term support through fuel and maintenance contracts. Եվ ինչ թարգմանվեց։ Սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ սա ակնհայտ մանիպուլյացիա։ Վենսը խոսում է 5 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին Հայաստան արտահանման, ոչ թե ներդրումի մասին։ Իսկ 4 միլիարդ ԱՄՆ դոլարը դա երկարաժամկետ պայմանագրերի մասին է։ Հետևաբար մեզ մոլորեցնում են, մեզ խաբում են կրկին անգամ։ Հետո խոսվեց Nvidia չիպերի մասին։ Բառացիորեն հայտարարվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լիցենզիաներն են արտահանելու Հայաստան։ Իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, Հայաստանը թույլտվություն է ստանալու գնելու այդ չիպերը։ Պարզապես այդքանը։ Խոսվեց Վիբատ ԱԹՍ-ների գնման մասին։ Եվ այստեղ ամենահետաքրքիրն է։ Ռազմական զենքերի գնումը ինքնանպատակ չպետք է լինեն։ Սա պարզապես խաղալիք չէ, որ գնաս խանութ եւ գնես։ Ցանկացած ռազմական գնում պետք է համապատասխանի ռազմական կոնցեպտին, պետք է համապատասխանի գաղափարին, պետք է համապատասխանի մեր ամբողջ պաշտպանական համակարգին եւ պետք է ինտեգրվի այդ համակարգի մեջ։ Ինչու հենց այս տիպը։ Ինչու հիմա ինչ գիտելիքներ են փոխանցվելու այս ԱԹՍ-ները կիրառելու համար, ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվելու այս ԱԹՍ-ները օգտագործելու համար։ Այս հարցերի պատասխանները չեն տրվել։ Պարզապես խոսվել է գնման մասին եւ այդ գնումը ինչքան է նստելու հայ ժողովրդի, հայ հարկատուի համար։ Փոխարենը ԱՄՆ փոխնախագահի խոսքի ամբողջ ընթացքում կարմիր գծով գնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին։ Բնականաբար, որովհետև այդ երկրի համար միշտ էլ America first այս գաղափարն է։ Այնտեղ խոսվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր աշխատատեղերի բացման մասին, բիզնեսի համար նոր հնարավորությունների մասին։ Շուտով, շատ շուտով Հայաստանում կլինի ուժ, որի համար Հայաստանը կլինի առաջինը։ Armenia first։